Գրեթե 4 տարի է անցել այն օրվանից, երբ Ռուսաստանը սկսեց իր պատերազմը Ուկրաինայի դեմ։ Մեր հայրենակիցների շատերը կմտածեն, որ իմաստ չկա մենք անդրադառնանք դրան, որովհետև առաջին հայացքից կարծես թե դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Կարծում եմ հարկավոր է, որ մենք հստակ ասենք, թե ինչ սպասումներ ունենք մենք այդ պատերազմի ավարտից, որովհետև ուզենք թե չուզենք, այն ազդելու է մեզ վրա։ Այդ է պատճառը, որ մենք չենք կարող անտեսել, թե ինչ է կատարվում այսօր Արևելյան Եվրոպայում, եթե մենք իսկապես ուզում ենք դուրս գալ ռուսական գաղութատիրությունից եւ իրական անկախություն ձեռք բերել։ Այդ իրական անկախությունը ձեռք բերելու համար հարկավոր է նաեւ հիշել Փետրվարյան ապստամբությունը, որի 105-ամյակն ենք նշելու ընդամենը մի քանի օրից։ Այդ ապստամբությունը մեզ հայազգայնականներից ցայսօր ոգևորում է մեր պայքարի ճանապարհին, որովհետեւ միայն այդ հիշատակը վառ պահելով մենք կկարողանանք պայքարել մեր ազգային շահերի համար։ Այդ իրադարձությունները մեզ ստիպում են հիշել, որ մենք պարտավոր ենք դիմադրություն ցուցաբերել ռուս-թուրքական ծավալապաշտության եւ դրանց բոլոր հակահայկական ծրագրերի դեմ։ Ես համոզված եմ, որ այդ դիմադրության ալիքը միայն աճելու է, երբ Ռուսաստանի ձախողումները գնալով ավելի ակնհայտ դառնան բոլորին, մինչև այդ ֆեդերացիայի վերջնական կործանումը։ Ամենամեծ միֆերից կամ ավելի ճիշտ ստերից մեկը, որը տասնամյակներ շարունակ վնասել է հայությանը, այն է, որ առանց Ռուսաստանի թուրքերը մեզ կոչնչացնեն։ Այս մեծ սուտը մեզ շարունակում է պահել ստրկամիտ ու խղճուկ վիճակում, որովհետև մեր հույսը միշտ դնում ենք ռուսների վրա, չհասկանալով, որ որքան շատ ենք մեր հույսը դնում նրանց վրա, այնքան ավելի շատ ենք տուժում ու ինքներս մեզ վնասում։ Սրա մասին իհարկե նախկինում խոսել եմ, եւ կարծես թե 44 օրյա դավադիր պատերազմի ավարտից հետո բոլորը սա պետք է հասկանային, բայց ցավոք սրտի զգալի մասը շարունակում է հավատալ այս ստին ու նաև այն ստին, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք իբր կարող ենք ավելի անվտանգ ու խաղաղ ապրել։ Եթե դա իրոք այդպես լիներ, այս 4 տարվա մեջ հազարավոր մեր հայրենակիցները չէին զոհվի ռուս-ուկրաինական պատերազմում կռվելու ժամանակ։ Ավելի շատ զոհ ենք տվել այդ պատերազմում, քան 5 տարի առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմում, ինչը պարզապես ողբերգություն է, որովհետև Արևելյան Եվրոպայի այդ ճակատում հազարավոր մեր հայրենակիցները իսկապես զոհվեցին հանուն ոչնչի։ Մենք նույնիսկ չենք նշում երկրորդ աշխարհամարտում սովետի կողմից կռված մեր զոհերի քանակը, որը պարզապես երկրորդ ցեղասպանություն կարող ենք համարել։ Եթե այսօր Հայաստանը Ռուսաստանի կազմում լիներ, ապա պատկերացրեք, թե քանի տասնյակ հազարավոր զոհեր արդեն կունենայինք։